Ծննդոց, գլուխ 41 2 տարի հետո փարավոնը երազ տեսավ։ Ահա նա կանգնել էր գետի եզերքին։ Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով 7 երինջներ և արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ 7 երինջներ, տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ գետի եզերքին։ Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն 7 երինջներին, և փարավոնը զարթնեց։ Նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս 7 լեցուն և լավ հասկեր, և նրանց ետևից բուսնեցին 7 վտիտ ու խորշակահար հասկեր։ Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս 7 հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։ Եվ մատրվակապետը խոսեց փարավոնի հետ, ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները»։ Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք, մեզանից ամեն մեկն իր երազը առանձին նշանակությամբ։ Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար, դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները, ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց։ Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին։ Ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին, և ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ 7 երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։ Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ 7 երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։ Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին 7 պարարտ երինջներին, և նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը։ Նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։ Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս 7 ուռճացած և լավ հասկեր, և ահա դրանց ետևից բուսնեցին 7 չոր, նիհար ու խռշակահար հասկեր։ Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն 7 լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ։ Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է, Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։ Այն 7 լավ երինջները 7 տարի են, և այն 7 լավ հասկերը 7 տարի են, երազը մեկն է։ Այն 7 վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, 7 տարի են, իսկ այն 7 դատարկ ու խորշակահար հասկերը 7 տարի սով են նշանակում»։ Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։ Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում 7 տարի մեծ առատություն կլինի։ Դրանից հետո կգան սովի 7 տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը։ Եվ չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։ Փարավոնի երազի 2 անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։ Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։
Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպիսի Եգիպտոսի երկրի առատության 7 տարիներին վերցվի բերքի 1/5 մասը, եւ թող հավաքվեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն եւ քաղաքներում պաշար պահեն։ Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն 7 տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպիսի երկիրը սովից չկորչի։ Այս խոսքը հաճելի թվաց փարավոնին եւ նրա բոլոր ծառաներին։ Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարող ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու հոգին»։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ եւ իմաստուն չկա։ Դու իմ տան վրա եղիր, եւ իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։ Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին եւ անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց, եւ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, եւ նրա առաջից գոչում էին. «Ծնկի եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմ Թոմ Փանե, եւ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց, եւ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։ Հովսեփը 30 տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը դուրս գալով փարավոնի մոտից շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։ Առատության 7 տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց, եւ 7 տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց եւ ամբարեց քաղաքներում։ Ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։ Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։ Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ 2 որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։ Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, որովհետև ասաց. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը եւ իմ հոր ամբողջ տունը»։ Երկրորդի անունը դրեց Եփրեմ, որովհետև ասաց. «Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։ Եվ Եգիպտոսի երկրում առատության 7 տարիներն անցան։ Երբ Հովսեփի ասացի պես եկան սովի 7 տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։ Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացեք Հովսեփի մոտ, ինչ որ ասի ձեզ, կատարեք»։ Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, եւ ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում, եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։